Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Անկարելի է, որ գայթակղություն չգա, սակայն վայն ու միջոցով կգա։ Ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս այսօրվա մեր ավետարանական պատգամի մեջ, խոսելով այս աշխարհի իրավիճակի գայթակղությունների չարիքի և մյուս կողմից մարդու հավատքի զորության մասին, որը եթե լինի ինչպես մանանեխի հատիկ կարող է հաղթել ամեն տեսակի չարիք և ամեն տեսակի գայթակղություն։ Եվ մենք ևս սիրելիներս հաճախ հարց ենք տալիս, թե ինչու այս աշխարհում այսքան փորձություններ, չարիքներ, գայթակղություններ կան, ինչու այս աշխարհը կատարյալ չէ եւ բնականաբար այս հարցը հուզել է բոլոր ժամանակներում բոլոր մարդկանց, որտեղ ինչքան որ ապրում է մարդը, մարդկությունը այնքան եւ ապրում է գայթակղությունը, փորձությունը, չարիք եւ ամեն տեսակի ձախորդությունները մարդկային կյանքում։ Եվ Տերը Հիսուս Քրիստոս, որ ապրեց անմեղ կյանքով եւս փորձվեց սատանայի կողմից, ապրեց դժվարին կյանք եւ վկայեց այն մասին, որ հնարավոր չէ, որ գայթակղություն չլինի այս աշխարհում։ Այդպիսին է աշխարհը, այլևս ոչ թե Աստծո ծրագրի մեջ, այլ այլևս դա փաստ է, որ հնարավոր չէ, որ գայթակղություն չգա։ Սակայն վայ այն մարդուն, ով պատճառ կդառնա գայթակղության, այսինքն այն մարդուն, ով որ ոչ միայն իր մեջ ամփոփում է մեղքը եւ նաև տարածում է այդ մեղքը։ Եվ բնականաբար, ինչպես որ տարածվում է չարիքը այս աշխարհում, նույնպես տարածվում է նաև բարիքը։ Եվ մարդը բարու եւ չարի այս խաչմերուկում է կանգնած եւ կամա թե ակամա իր կյանքի յուրաքանչյուր օր ապրելով ոչ միայն ընտրություն է անում բարին կամ չարը անելու, մտածելու, խորելու, խոսելու, այլ նաև կամա թե ակամա դառնում է ազդեցության գոտի այս կամ այն մարդու համար, դառնում է վարակիչ այս կամ այն խմբի համար, որովհետև այն ինչ որ մենք մեր մեջ ամփոփում ենք, մշակում ենք, այն ինչ որ մենք մեր մեջ անվարում ենք, միայն մեզ համար չէ, թե չարը, թե բարին, այլ այն ինչ է, որ մենք կարող ենք փոխանցել մյուսին, այն ինչ որ մեծը փոխանցում է փոքրին, ավելի զարգացածը, ավելի հաջողակ մարդը փոխանցում է այն մարդկանց, ովքեր ուզում են իրեն հետևել եւ այսօրվա աշխարհը ազդեցության, տարածման, մրցակցության այդ մրցարշավի մեջ է ամբողջությամբ։ Բոլոր մեծ կազմակերպությունները, բոլոր անվանի մարդիկ, բոլորը գործում են մեկ թիրախը ունենալով հնարավորինս մեծ ազդեցության գոտի ստեղծել եւ ունենալ։ Եվ դա կա մարդու մեջ, դա Աստված իր մեջ դրել է, որպեսզի մարդը դա օգտագործի բարիքը իր մեջ աճեցնելու եւ իր մեջ ոչ միայն ամփոփելու, այլ նաեւ տարածելու համար։ Եվ մենք եւս սիրելիներս հազարավոր տարիներ շարունակ որպես մարդ արարած շարունակում ենք այն գիծը, որ մեր նախնիներն են իրենց կամքի դրսևորմամբ մեզ փոխանցել Եվ պատահական չէ, որ Աստվածաշունչը խոսում է հենց առաջի էջերից, որ մարդը ճաշակել է բարու եւ չարի գիտության այդ արգելված պտուղը եւ դարձել է բարու եւ չարի այդ պտղաբերության շարունակությունը, որտեղ մարդը այնինչ որ ճաշակեց, այն նույն ձև վերարտադրեց, այնինչ որ նա իր մեջ ամբարեց, այդ նույնը փոխանցեց եւ մենք տեսանք, որ առաջի մարդկանցից Ադամից Եվայից Եվ բարին եւ չարը ծնվեց, Կայենը ծնվեց, ով որ չարի գայթակղության տարածող եղավ եւ ստեղծեց իր տեսակի քաղաքակրթություն, իր տեսակի քաղաք եւ իր քաղաքը կոչեց իր որդու անունով, որպեսզի իր սերունդը ամրապնդվի, իր ազդեցության գոտից ստեղծեց, այդպես ասենք, եւ Աբելը Սեթը ծնվեցին եւ Սեթը դարձավ մի ուրիշ ճյուղ Սեթ անունը թարգմանվում է հիմք, հաստատություն, այսինքն հաստատեց Աստծո որդիների շարավիղը, որը փոխանցվեց ցայսօր։ Եվ այդ երկու ազդեցության գոտիները մշտապես մարդկային պատմության մեջ տարածում են եւ մարդկային հասարակության կյանքը հենց պայմանավորվում է նրանով, թե որ գոտու մեջ է գտնվում, որ ազդեցության գոտին ավելի ուժեղ եղավ այս կամ այն ժամանակներում։
Մենք ունեցել ենք մեր պատմության մեջ հարավոր էջեր, որտեղ որ այդ դրական բարի աստվածօրհնյալ ազդեցությունը մարդկանց միջոցով տարածվել է այնքան շատ, որ մխրճվել է մեր մշակույթի մեջ, մեր ազգային ինքնության մեջ, մեր գաղափարախոսության մեջ եւ սերունդներ է կերտել, վանքեր է ստեղծել, հզորագույն մշակույթ է ստեղծել եւ հավատքի ճանապարհ է տվել մարդկանց։ Բայց դրա հետ մեկտեղ մշտապես եղել են մարդիկ, ովքեր փորձել են խանգարել, մշտապես եղել են ազդեցության գոտիներ, որոնք փորձել են շեղել այդ ամեն ինչը եւ այսօր եւս մեծ այդպես տիեզերական մակարդակով շարժումներ կան, որոնք միշտ փորձում են Աստծո որդիների այդ ճանապարհը խափանել։ Եվ այդ պայքարի մեջ մենք մտնում ենք ամեն անգամ, երբ որ մենք փորձում ենք հետևել Քրիստոսին եւ ապրել մեր հավատքի կյանքը։ Եվ մենք եւս վարակում ենք մարդկանց մեր կյանքով։ Յուրաքանչյուր մարդ, ով որ դիպչում է մեր կյանքին, մեր հոգուն, շփվում է, հաղորդակցում է մեզ հետ, մեզանից ինչ-որ բան ստանում է, մեզանից վարակվում է։ Եվ եթե այդ վարակը բարի է, եթե այդ վիրուսը ճակերտավոր բարի է, նա եւս սկսում է բարի գործերով իր կյանքը լցնել։ Եթե տեսնում է աղոթող մարդ, եթե տեսնում է մարդու աչքերի մեջ Աստծո արքայության լույսը, փայլը, նա եւս դառնում է աղոթող։ Եթե տեսնում է, որ մեկը մյուսին ձեռք է մեկնում օգնության, անկեղծ սրտով օգնում է, նա եւս վաղ թե ուշ իր մեջ դա սերմանում, իր մեջ դա աճեցնում է եւ եւս փոխանցում եւ այդպես է քրիստոնեությունը տարածվել այս աշխարհում։ Հնարավոր չէր, որ առաքյալների միջոցով փոխանցվեր Աստծո խոսքը եւ քրիստոնեությունը, որ եղել է արգելված հռոմեական կայսրության մեջ եւ այնպիսի ճնշման տակ էր, որը ոչ մի մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէր տարածել, որտեղ մահապատժ ենթարկում յուրաքանչյուր մարդ, ով որ խոստովաներ Քրիստոսին, բայց կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ Աստծո արքայությունը արդեն իսկ իրենց միջով տարածվում է եւ չէին կարող չտարածել դա։ Եվ դա փոխանցվում էր եւ այդ վարակը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ եւ ամբողջ աշխարհը հաղորդակից եղավ Աստծո արքայության այն մարդկանց շնորհիվ, ովքեր կարողացան նախ իրենց մեջ դա հզոր կերպով աճեցնել եւ ազդել հասարակության եւ հետագայում մարդկային քաղաքակրթության ամբողջ ընթացքի վրա, որտեղ ներկայիս քաղաքակրթությունը ամենամեծ ազդեցությունը ստացել է հենց քրիստոնեությունից եւ Տիրոջ խոսքից, որը փոխանցվել է այս կամ այն մարդու շնորհիվ։ Եվ սիրելիներս, մենք եւս կարող ենք մեր կյանքում գայթակղության պատճառ դառնալ մարդկանց համար, որտեղ այն մարդը, որ դեռևս տատանվում է, այն մարդը, որ դեռ չգիտի ինչպես դրսևորել իր հանրային վարքը, նա տեսնում է, թե այլ մարդիկ ինչպես են անում եւ հատկապես վաղ տարիքում նա փորձում է դա ընդօրինակել, հիմնականում ենթագիտակցորեն։ Եվ տեսնում է, որ այս մարդիկ ծխում են, այս մարդիկ խմում են, խաբում են, իրանց շահի համար են ապրում, հայհոյում են եւ մտնում է այդ ազդեցության գոտու մեջ եւ դրանով մեր հասարակությունը ворցնում է եւ դառնում է անպիտան, ոչ մի պտուղ չի բերում, բարիք, այլ միայն փուշ եւ տատասկ է բերում, ինչպես եղավ առաջին մարդկանց մեղքի հետևանքով։ Եվ մյուս կողմից, երբ որ լինում են մարդիկ, ովքեր հետևում են Տիրոջ ճշմարտությանը, ովքեր որ հաղթել են գայթակղությունը, չեն կամեցել նմանվել այս աշխարհի որդիներին, չեն կամեցել նմանվել Կայենի զավակներին, այլ կամեցել են Աստծուն հետևել եւ կյանքի եւ մահվան եւ ինքնազոհաբերման գնով, ամեն ինչ կարողացել են անցել իրանք առաջին փոխանցողներին, առաջին հզորագույն ազդեցության գոտին է, որ մարդը կարող է տեսնել եւ իր կյանքը փոխել։ Եվ բազմաթիվ դեպքեր կան, մենք սրբերի վարքից կարդում ենք, թե ինչպես մեկը տեսել է միայն, թե ինչպես է այդ սուրբը մարդկանց հետ խոսում, ոչ մի հրաշք չի տեսել։ Անտոն Մեծի պատմության մեջ իր վարքագիրը ասում է, որ մարդը եղել ով որ տեսել է, թե ինչպես Անտոն Մեծը քայլում է իր աշակերտների հետ եւ դարձի է եկել, մտել է վանք։ Ինչ մեծ ազդեցություն էին թողում սրբերը, որ մարդիկ իրենց հերվից տեսնելով անգամ ուզում էին նմանվեն եւ ինչ որ ձև մագնիսի պես ձգում էր այդ բարությունը, այդ աստվածային զորությունը, սրբությունը, որը
ամենահզոր ազդեցությունն է այս աշխարհում։ Եվ մենք ևս սիրելիներս ապրում ենք դրա մեջ եւ պիտի մեզ հարց տանք, թե մեր ամեն օրը, մեր ապրած ամեն մի ժամ, ամեն խոսակցությունը մարդկանց հետ ինչի պատճառ եղավ, ինչպես փոխեց իրենց կյանքը, ինչպես ազդեց իրենց վրա, ինչպես ազդեց մեր մատաղ սերնդի վրա, մեր զավակների վրա, ինչպես ազդեց բոլոր մարդկանց համար։ Մեզ լսեցին եւ դարձան ավելի լավը, թե մեզ լսեցին եւ տեսան եւ դարձան ավելի վատը։ Այստեղ միջին ճանապարհ չկա, այստեղ չկա այդ չեզոք գոտին, շատ պայմանական է, կամ ճանապարհ, որ տանում է դեպի կյանք, կամ ճանապարհ, որ տանում է դեպի մահ։ Եվ պիտի անդրադառնանք մեր կյանքին Տիրոջ խոսքի լույսի ներքո հասկանալով, որ դա է մեր պաշտոնը։ Դա է այն օրհնությունը, որ Աստված մեզ տվել է, եւ դրանով չէ, որ մենք պիտի պարծենանք, որտեղ Տերը ասում է այսօր, որ այդ ամենը, որ կատարեք, ասեք, որ մենք անպիտան ծառաներ ենք, ինչ որ պիտի անենք, արեցինք, որտեղ դա մեր էությունն է, դա բխում է մեր իսկ ինքնությունից, որ մենք պիտի տանք այդ լույսը, տանք այդ ճշմարտությունը, այդ սերը պիտի տանք եւ այդ սիրով վարակենք մարդկանց, եւ այլ ճանապարհով չի հաղթահարվի չարիք եւ այլ ճանապարհ չունենք մենք ինքներս մեզ եւ միմյանց Աստծուն հանձնելու համար, ինչպես ասվում է մեր աղոթքի մեջ, այլ ճանապարհ չունենք այն այդ սերը աճեցնելու, տարածելու, դրանով վարակելու մարդկանց, եւ եթե մենք դա մեր մեջ չունենք, պիտի աշխատենք նախ ինքներս մեր վրա։ Ոչինչ դեռ չենք արել, անպիտան ծառաներ ենք։ Արեգակը չի պարծնում նրանով, որ նա լույս է տալիս, որտեղ դա իր էությունն է, նա պիտի լույսը տա, դրանով նա արեգակ է։ Եվ քրիստոնյային եւս պարծնելու բան չունի, որտեղ նա իր էությամբ քրիստոնյային, նա պիտի իր անձը նվիրագործի, նա պիտի բարիք անի ամեն օր, նա պիտի բարիք խոսի, բարիք կերտի, նա պիտի վերջեվերջո սեր տարածի մարդկանց մեջ եւ դրանով են մարդիկ իմանում, որ այս մարդը քրիստոնյա է, թե քրիստոնյա չէ։ Սիրո եւ Աստծո ճշմարտության տարածման միջոցով։ Եվ թող այս խոսքը մխրճի մեր սրտի մեջ, թող Տերոջ ճշմարտությունը մշտապես մեզ հիշեցնի մեր կյանքի կարևորագույն առաքելությունը, ստեղծելու այն միջավայրը, այն ազդեցությունը այլ մարդկանց վրա, որը կնպաստի Աստծո արքայության հաստատման այս աշխարհում եւ Աստծո կենթանի ներկայությունը կլինի մեր մեջ, ինչպես այժմ մենք զգում ենք եւ ապրում ենք, եւ այդ զորավոր ներկայությունը, որ Քրիստոս մեր պարգևում է, թող լինի այն ժամանակ, երբ որ մենք մարդկանց հետ խոսում ենք Աստծո խոսքի մասին, Աստծո գործերի մասին, Աստծո եկեղեցու մասին, Աստծո ծրագրերի մասին, այլ ոչ թե ուղղակիորեն մեր կյանքը սպառում ենք եւ սպասում ենք ինչ որ բանի։ Արդեն իսկ կատարվել է սիրելիներս, արդեն իսկ պիտի գործենք, արդեն իսկ Քրիստոս մեր մեջ հայտնեցավ։ Թող Աստծո շնորհը, սեր եւ օրհնությունը լինի բոլորիդ հետ։ Այսօր եւ հավիտյանս ամեն։